Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողների դատին ներկայացնել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների 2023 թվականի հայտարարակրերը։ Այսօր ուսումնասիրել ենք ԿՊԱ-ական падգամավոր Զարուհի Բաթոյանի եւ նրա մոր Աղավնիկ Ալթունյանի հայտարարակրերը։ Որպես անշարժ գույք Զարուհի Բաթոյանը հայտարարակրել է միանձնասեփականությամբ մեկ բնակարան Երևանի Քանաքերձեյթուն վարչական շրջանում, որը նա գնել է 2014 թվականի օգոստոսի 15-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Շարժական գույք ավտոմեքենա ԿՊԱ-ական падգամավորը չի հայտարարակրել։ Զարուհի Բաթոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 10.423.677 դրամ, $500 եւ €335, տարեվերջին 12.069.825 դրամ, $500 եւ €335։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարակրել։ Հաշվետու տարում Բաթոյանի եկամուտները կազմել են 11.327.539 դրամ, որից 10.107.843 դրամը ազգային ժողովից, 72.760 դրամը սեռական եւ վերարտադրողական իրավունքի եվրոպական պարլամենտական ֆորումից ստացած աշխատավարձն է։ 580.936 դրամը կենսաթոշակը, իսկ 559.000 դրամը Արջին բանկից ստացած այլ եկամուտը։ Падգամավորի մայրը Աղավնիկ Ալթունյանը որպես անշարժ գույք հայտարարակրել է միանձնասեփականությամբ մեկ բնակարան Երևանում, որը նվիրատվություն է ստացել 2012 թվականի ապրիլի 14-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Շարժական գույք ավտոմեքենա վերջինս չի հայտարարակրել։ Նա 25.000 դրամ անվանական արժեքով բաժնեմաս է հայտարարակրել մի ընկերությունում, որի անունը չի նշվում, իսկ գործարքի մյուս կողմը Արտավազ Մաչյանն է։ Բացի այդ, նա առևտրային բանկերից մեկում ունեցել է 12 միլիոն դրամ արժեքով ավանդ, որը տարեվերջին կազմել է 14 միլիոն դրամ։ Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 230.000 դրամ, տարեվերջին 971 դրամ։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել է 1.5 միլիոն կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 300.000 դրամ։ Աղավնիկ Ալթունյանի տարեկան եկամուտները կազմել են 2.039.247 դրամ, որից 1.380.657 դրամը Ինեկո բանկին տված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն է եւ այլ հատուցումը, 501.000 դրամը կենսաթոշակը, իսկ 157.590 դրամը Ռեգո ինշուրանս ընկերությունից ստացված ապահովագրական հատուցումն է։